Վայ, ես մարդը մեր արսանիքին նվագել է։ Ես ինչ լավ եմ, ռեստորան բացի, Աղբեջանից ռեստորան բացեմ, ես դա հավես ունեմ կամ ժամանակ ունեմ։ Փառք Աստծո, մի անգամից ոնց որ աշխատեց, մենք էլ ուրախ ենք։ Նա ամեն ինչ պետքա հաճախորդի աչքի առաջ դիտի։ Ես ինչ գաղտնիքներ են։ Տեղ ունեցածը կորսելը մի անգամից է, մի րոպեվա մեջ կարած կորսես։ Երկու բան, որ մտածում եք հիմա, այ գիտես, եթե սենց անեի, ավելի լավ կլիներ։ Հիմա սենց եմ անում ու շատ լավ է պատկերացում Մերի ջան։ Մարդուն ինչ է պետք, հա։ Ասում են շտապողը տղա չի ունեն։ Հա, իմ մոտ հենց տենց է, երկու հատ աղջիկ ունեմ։ Այդ կնոջ պատրաստացի իմ համար եղել է սաղ կյանքս անփոխարինելի։ Այդքան համոզված երբեք չեմ կերել։ Ոնց որոշեցիք, որ այդպես այսպես նայել մարդկանց ու ասել, որ այսօր սենց համեղ բան եմ պատրաստելու։ Քանի ռելից հետո փոփոխությունը շատ եղավ, ահագին ակտիվացավ։ Գալիս եմ տուն կինս ասում է, «Էս ինչ ընկերուհիս է զանգել, ամուսինն եկել ասում է, Երևանը թազա բան չի գցել, մի հատ նայենք ինչ է»։ Մերսի ձեզանից շատ, ես լավ բանը, որ ես մեր համայնքի համար անում եք, համ բիզնեսների համար, համ ժողովրդի մեր ընդհանրապես մեր հայության համար դուք մենակ չեք անում ձեր լավի համար, դուք անում եք մեր հայության համար, մեր համայնքի համար։ Դե 100% զեղչը Արմանի անունից է։ Okay. 50-ը իմ։ Արման, ընդունիր։ Ողջույն ընկերներ, ես Մերի Մակարանն եմ, իսկ դուք կրկին դիտում եք Menu AM-ը։ Գիտեմ, որ ինձնից սպասում եք շատ հետաքրքիր հերթական հյուրի, ում էլ այսօր սիրով հյուրընկալել եմ։ Իմ տաղավարում այսօր Երվանդ Մինասյանն է, ով ներկայացնում է Western Meat and Grill-ը։ Այո, հենց ձեր իմացած այն համեղ մսի տեսականիները վաճառող մսի խանութի մասին է խոսքը, եւ ոչ միայն վաճառող, այլև տեղում պատրաստվող այդ եւ այլ մանրամասների մասին այսօր կխոսենք հենց Երվանդի հետ։ Ողջույն։ Բարև Մերի ջան։ Ես ձեր մասին, առհասարակ ձեր գործունեության մասին իմացա, այսպես թերթելով Instagram-ը, հանդիպեց ինձ ձեր ռիլերից մեկը, իդեպ շատ ակտիվ եք Instagram-ում, դրա մասին էլ եմ ուզում խոսենք։ Ու ինձ հետաքրքրեց ու մի տեսակ վստահություն եկավ դեպի ձեզ պատրաստելու այդ process-ը, մի տեսակ կոկիկություն, մաքրություն տեսա, ու ինձ թվաց, որ ձեր ձեռքի պատրաստածը շատ համեղ կլինի։ Քիչ առաջ համտեսեցի, որովհետև դուք դատարկաձեռն չէիք եկել, ձեր համեղ խորտիկներից էիք բերել մսային, ու ես փորձեցի, խախտելով ավանդույթը, որ նկարահանումից առաջ չեմ ուտում, ու կարող եմ վստահ ասել կարծիքս, որ իսկապես շատ համեղ է։ Մերսի շատ։ Ուզում եմ որպեսզի ձեզ ներկայացնեմ մեր համայնքում, ովքեր որ չգիտեն, ովքեր էլ որ գիտեն, հիմա վստահ եմ պիտի ասեն, «Վայ, ես մարդը մեր արսանիքին նվագել է»։ Որովհետև դուք երաժիշտ եք ու այստեղ շատ ու շատ հայ ընտանիքների համար միջոցառումներում մասնակից եք եղել։ Ինչպես գնացիք դեպի այս մսի կողմը, հա, ռեստորանը նույն հարթակն է կարելի ասել, բայց սա լրիվ ուրիշ ուղղվածություն է։ Փոքր վաղ մամաս միշտ ասում է, դու վերջը մեծանալու ես մսի հետ գործ ունես, որովհետև շատ էի սիրում, միս, հավ, խոզ, դավար, խորոված, ամեն շատ էի սիրում, բայց ես ոնց որ հանկարծակի եղավ, դեսակ կյանքս երաժշտության մեջ եմ եղել, ուրիշ բիզնեսներ եմ արել այստեղ Ամերիկայում։ Միշտ ասենք ընկերներս գալիս էին մեր տուն հաց տալու, Երևան ջան, մի բան սարքի գանք մի կտոր հաց ուտենք համով։ Իսկ դուք ում ձեռքի սարքածն եք հիշում մանկությունից դեռ։ Մանկությունից, որ հիշում եմ, իմ սաղ կյանքի մեջ տպավորվել է, ճիշտ է, մամաս էլ էր շատ լավ ամեն ինչը պատրաստում, բայց ընկերոջս մաման կար 1000 ողորմի լուսահոգի թերզատության։ Ես այդ կնոջ պատրաստածը սաղ կյանքս չեմ կարող մոռանամ։ Անկամ բռնած ամենահասարակ բանը ձվածեղից կամ ոնց ասում ենք ժայտած կարտոշկա, ամենահասարակ բանը այդ կինը որ սարքում էր, սենց աննկարագրելի համ է եղել, մինչև հիմա այդ համը իմ համար այն որ ասում անփոխարինելի բան չկա, բայց այս պարագամ կարամ ասեմ այդ համը իմ համար եղել է անփոխարինի, որտեղ այս կնոջ ձեռքից, չգիտեմ, այն սովորական ցամաք հասնել ուտել, մի տեսակ ուրիշ համ է։ Դա համար ուտելիքի հետ կապված ոնց որ ձեռքը շատ մեծ նշանակություն ունի, հոգին, սերը այդ ամեն ինչը պատրաստելու հետ կապված, մեկ որ կինս շատ համավայելի պատրաստում Ես ինչ լավ է սարքես, ասենք դուք տոլմա է սարքում, ճիշտ է, շատ ու շուշ է սարքում, հիմա շատ զբաղված է։ Ասում եմ դե սեր եմ դրել մեջը, հոգի եմ դրել մեջը, ասում եմ շատ լավ է։ Այդ կողմից էլ բախտս բել է, ես սիրում եմ ուտել ու կինս էլ որ համով է պատրաստում, դրա համար շատ էլի ուրախ եմ, շնորհակալություն իրան էլի։ Իսկ կարևոր է որ կինը տանը համեղ պատրաստի կամ ամեն օր պատրաստի տղամարդու համար հարաբերությունների լավ լինելու հետ։
Հարաբերությունները լավ լինելու հետ դա կապ չունի, բայց հիմա որ մեկ-մեկ աղջիկներից հարց են տալի, ասում են Էս ինչ դա է պետք է անեք կամ ինչ մի բան պետք է ասենց անեք, ով է ձեթունը պատրաստում հիմնական ուտելիքը, բան մեկ-մեկ աղջիկս ասում է պապաս, ասում այ բոլես կարք իմանա թե պապա դա տանտա բանը, բայց երկուս էլ հավասար պատրաստում ենք ու նույնը փոխանցվել է մեր երկու հատ աղջիկ ունեմ, իրանք էլ փառք Աստծո մեկ-մեկ որ գալիս եմ տուն, ինչ կա տունը, փոքր աղջիկս ես եմ եփե, մեծ աղջիկս ես եմ պատրաստել, ուտում շատ համով են սարքում, որոնց որ այդ կողմից ես էլ սիրում եմ ուտել, ու դե ուտելը մենակ պահանջ չգիտեք, ուտելը ամեն հաճույքներից մի լավագույն հաճույքներից մի բանա, այդ կողմից բախտս բերել է։ Այսինքն կարելի ասել, որ այդ ձեռքի շնորհքը փոխանցվել է ձեր ծնողներից կամ որևէ մեկից ումից որ սովորել եք ձեզ, հետո ձեզնից ձեր երեխաներին, հա, կա այդպիսի բան։ Հա, ոնց որ մեր տամեջը մրցակցություն ա լինում, թե ով ավելի համով մի բան պատրաստեց, գերանք էս ում պատրաստած ավելի համով էր, բայց հավասարություն ա, չենք ասում սան նրանից ավելի լավն էր, բայց բոլորի պատրաստածն էլ համով է, կարևորը բերի համ պետք է ունենա մարդ, որ գնահատի ուտելիքի։ Իսկ օրինակ եթե դուք որոշ ժամանակ հետո լսեք, որ ինչ որ մեկը, այ ինչպես դուք գովացիք ձեր ընկերոջ մորը, ասի որ Երևանի ձեռքի պատրաստածը չեմ փոխի, անփոխարինելի է պատրաստում։ Այդ ձեզ համար կարևոր է։ Դե կերազ է որ տենց լինի, բայց չեմ կարող համեմատեմ ընկերոջս մամայի հետ, որտեվ անհամեմատելու էլ եմ ասում, եթե կյանքում կա անփոխարինելի, չկա անփոխարինելի բան, ես էլ եմ ասում, այդ կնոջ պատրաստածը իմ համար եղել է սաղ կյանքս անփոխարինելի, այդքան համով բան երբեք չեմ կերել, որ տենց մնալ տպավորվել մինչև հիմա մեջս։ Հիմա մեզ դիտողներին պիտի դիմեմ, եթե դուք շատ հավանում եք Երևանի ձեռքի պատրաստածը, ապա մի զլացեք ու ասեք իրեն դրա մասին, որովհետև ասելը, խոսելը, տեղ հասցնելը շատ կարևոր է այս գործի մեջ, հա, դուք կերակրում եք մարդկանց, այդ ֆիդբեքը շատ կարևոր է, որպեսզի ել ավելի այսպես ինտուզիազմով աշխատեք։ Երևան, ուզում եմ որպեսզի պատմեք ձեր պատմությունը, ինչպես եկաք Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ առաջ անգամ եկել եմ 1995 թվին Էրզրում անսամբլով համերգների ենք եկել երկու ամսով, այն ժամանակ որ եկա դեռ այն ժամանակ ասում են եկել ես մնա ամեն օր ամեն շաբաթ հարսանիք ես նվագում փող ես առնում Ամերիկայի պես տեղա եկել ես մնա, բայց Հայաստանում լավ ենք, նորմալ էր, չհարմարվեցի որ պետք է մնամ, չէի պատկերացնում որ ասենք եկել եմ, որտեվ մտադրված է եկել ենք համերգների հետ գնանք, հետ գնացի Հայաստան ու ստեղից միշտ զանգերը կար եփ ես գալի, երկրորդ անգամ էլի անսամբլով եկանք համերգների 99 թվին։ Ու այդ ժամանակ ոնց որ ասի լավ կգնամ 6 ամիս կմնամ հետ կգամ։ Եկա այդ 6 ամիսը դառավ արդեն 26 տարի ոնց որ 26-27 տարի որ եկա ու մնացի Ամերիկա։ Հետո ընտանիքին բերեցի։ Հետո ընտանիքից բերեցի, այո։ Իսկ իրենք սիրով եկան, թե չգիտեին ուր են գալիս։ Չէ, իրենք ես որ ամուսնացա, ոնց որ 2 ամիս հետո այդ պայեսքեն ստացեց որ պետք է գանք Միացյալ Նահանգներ շրջագայության, 2 ամսով ամուսնացած էինք։ Եկա, որ պետք է հետ գնայի, կինս ասաց, չէ, մի արի ավելի լավ է ինձ տար այդտեղ, այն վաղտեղ մի քիչ դժվար էր վերելը, հա։ Հետո ծնվավ առաջի աղջիկս, Էլենս, ես էլ ստեղ արդեն սիտս պայթում է, պետք է հետ գնամ երեխայեմ ունեցել, այդ համտենամ, կինս ընդեղից չէ, չգազ, ես եմ գալու։ Մի քիչ դժվարություններ ունեցանք, մի քիչ չէ, շատ դժվարություններ ունեցանք, որտեվ աղջիկաս որ տեսել եմ առաջի անգամ եղել է ինքը մի տարի 2 ամս եկան, նոր եկել է Ամերիկա, նոր տեսել եմ։ Միանգամից պատրաստի բալիկը։ Պատրաստի բալիկ, հա, մտածում ես գա կճանաչի, արունը ջուր չի դառնում, կասի վայ պապաս, այ կփաթաթվենք, էնել մի 6 ամիս էս աղջիկը չէր թողում գոնե իրան փաթաթվեմ, պաչեմ, սիրեմ քո երեխենա, չես կարում, այսպես քաշեցի այդ երեխուս դերը։ Բայց հետո արդեն որ մի քիչ արդեն մեծացավ, հասկացավ, որից հետո է։ Շատ ուրախ եմ, որ լավ բալիկներ ունեմ, լավ ընտանիք ունեմ։ Մերսի կնոջս դրա համար նույնպես, որտեվ ես դասի մարդ եմ, միշտ շրջագայություններ, համերգներ, երաժշտության այդ ամբողջ կյանքս դրա մեջ եղել։ Շնորհակալություն, որ շատ լավ դաստիարակված երեխեք ունեմ, դա կնոջս շնորհքն է գալի բնական է։ Մի խոսքով եկավ մեր այդ դժվարություններ ունեցել ենք Ամերիկայում բնական է, առաջին անգամ եկած մենակ, ոչի բան չկա, կամաց եղնել, բայց փառք Աստծո Աստծո տված այդ շնորհքը կար երաժշտությունը, որ շատ չեմ նեղվել, շատ մնացածների պես։ Վաղամերիկ Արամ Ասատրյանը շատ ոնց որ ասած պատժկա եղենից իր այդ նվագել ենք, բարապ չի թողել։ Բոլոր երաժշտական իմ աշխարհի ընկերներից շատ շնորհակալ եմ եղել, որ ոնց որ ձեռեն մեկն է թեկոս ասենք հարսանիք նվագելով բան ճիշտ է, ասենք ճանաչված երաժիշտ է, ճանաչում են, բայց էլի ամեն դեպքում օգնությունը մարդիկ որ ցանկացել են, շնորհակալություն եմ հայտնում երաժշտական աշխարհի բոլոր ընկերներից նույնպես։ Ու սենց
Իհարկե, շատ կարևոր է, ինչքան ուզում ես ճանաչված եղիր, տանը նստիր, ճանաչված ես շատ, բայց պահանջարկն էլ է, այսպես ասած, կարևոր ու ընկերներն էլ այդ դեպքում շատ կարևոր են, որպեսզի հրավիրեն, քեզ համար խոսեն, բարեխոսեն եւ այլն, մենք շատ լավ հասկանում ենք ինչի մասին եք խոսում ու իսկապես շնորհակալություն լավ ընկերներին։ Այ դուք ասացիք, սերը դեպի ձեր գործը շատ մեծ էր, բայց թողնել այդ ամեն ինչը, որոշումը ո՞նց եղավ ու գնալ դեպի այս աշխարհը։ Դուք համատեղում եք ձեր բիզնեսը, ձեր նվագելը մյուս բիզնեսների հետ, չէ՞ որ նշեցիք, որ մոլերում ունեիք ռեստորաններ, հա, բայց ինչը ձեզ ստիպեց, որպեսզի դուք հրաժարվեք այդ գործից ու ընկղմվեք այս գործի մեջ։ Հրաժարվելը մի քիչ գործից եմ հրաժարվել, բայց ոչ, ասենք, երաժշտությունից, հոգուս մեջ երաժշտությունը կա, որտեղ պետք է Աստծո տված է, դրանից հրաժարվել չի լինի, բայց որպես գործ արդեն չէի կարող երկու տեղ համատեղել, որտեղ կամ սա պետք է անեի, կամ նա պետք է անեի, որտեղ երկու տեղներս զբաղված էի լինում, ու իմ կյանքում ինչ էլ անել եմ 7 օրվա աշխատանքային օր ա եղել, երաժշտությունը ուրբաթ շաբաթ կիրակ էր, շաբաթվա մյուս օրը բիզնեսից մեջ, այնտեղ էր 7 օր, ստեղ էր 7 օր, պետք է մի բանը թողեի, կամ սա թողեի, կամ նա թողեի, երկուսի մեջ էլ ինքնուս եմ եղել, ասենք ոչ երաժշտության մեջ էլ եմ ինքնուս եղել, նույնն էլ այս գործի մեջ որ անցա ինքնուս եմ եղել, ես էլ սաղ ընկերներս պատճառ եղան, որ ամեն անգամ գալիս են վայս ինչ համովա քո սարկած խորոված ես, ինչ համովա քո սարկած խոսքի խաշլամ են կամ ես ինչ մի բան որ սարկեմ ես, ինչ լավ ամատ ռեստորան բացի, այ ախպետ ջան, ինչ ռեստորան բացեմ, ես դա հավես ունեմ կամ ժամանակ ունեմ։ Սենց ոնց այդ ռեստորանի առիթը ստեղծվեց, մոլերի մեջ բացեցինք այդ ռեստորանները, աշխատացեցի, դելի երկու հատ բիզնես աշխատացնել ես որ գիտեք։ Վազելը, աշխատողը, 1000 մի խնդիրներ կա, լավ, ավատա մի խոսքով։ Այս էլ որ պատահեց այս մասի գաղափարը, տանը շատ մոտիկ էր տարածքը, որ հայտնվեց, որտեղ նայում էի, ինձ տան մոտիկ մի տարածք լինի, այդտեղ էլ է, որտեղ ոնց որ համ ռիթայրմենտի պես մի բան, համ էլ իմ սիրած գործերից է, որ համ ստացվում է մոտս, համ էլ ես էլ եմ սիրում այդ գործը շատ։ Համ էլ ամեն օր կուտեք։ Համ էլ ամեն օր կուտեք, բայց ուտելուց հոգնել եմ, մեկ-մեկ որ ասենք ուտում եմ, ասեմ դե միշտ ոնց որ ասենք պրոբ եմ անում, փորձում եմ ամեն սարկածը, որ տենամ լավ է, թե աղը տեղն է, ամեն ինչ տեղն է, նորմալ է։ Տղեկին ասում եկեք օգնեք դուք էլ կերեք, որ դուք էլ համ էլ հասկանաք այս աղի բանի բառը, այս նույն ձևի պահեք։ Բայց դες ստիվաս պետք է ուտեմ, որ փորձեմ տենամ ոնց է, որ հանձնեմ ժողովրդի դատին։ Սո գաղափարը սենց եղավ, ոնց որ location-ը որտեղ որ կար, տեսանք, հետո իմացա, որ ինձ շատ հարազատ մարդկանց location-ն է, Special Realty location-ներից մեկն է, Արտակ եւ Արմեն Դովլացյան աղբերներն են։ Կապնվեցի իրանց հետ, ասեցին, որ ես եմ ուզում այս location-ը վերցնեմ։ Ասեց կակրած այդ location-ը ոնց որ ռեստորանի համար ենք նախատեսել, որտես մի տեղ տանք։ Առաջում ինքը լանդրի է եղել, ասի այդպես մի բան էլ ուզում եմ։ Ոնց որ համագործակցեցինք իրանց հետ, ոնց որ ստացվեց 4 ամսի մեջ շուտ արեցինք, ցենց առաջ սա զարմացել են Արտակենք էլ ոնց այսքան արագ հարցեցիր։ Դե ասի հարցեցինք, հիմա մնում է ոնց որ արդեն ծառը տնկել ենք, պտուղներ եք հաղենք տնանք։ Իսկ այս բիզնեսի համար եւ առհասարակ արագությունը կարեւոր է։ Այդ հենց արագ, թե քիչ ավելի։ Դե ժամանակը միշտ էլ փող արժի, նայած ինչ ես ուզում անես, արագությունը ընդհանրապես ամեն ինչի մեջ պետք է, բայց արագությունն էլ կարող է պատճառ լինի սխալ մուկներ շատ տալու, բայց այս պարագան ոնց որ մի քիչ ավելի շատ հալածյուղի պես գնաց։ Ասում են շտապողը տղա չի ունեն։ Հա, իմ մոտ հենց տենց է, երկու հատ աղջիկ ունեմ։ Երբեմն աղջիկները ասում են, էս էլ կա, էս ասացվածքներ կա, որ էս աղջկաս 1000 տղայի հետ չեմ փոխի։ Բնական է։ Այնպես որ այդ խոսակցությունները, որ մեր մեծերից եկել են ու մեր մեջ այսպես ապրում են, շատ ճիշտ են ու կարևոր անդադ օգտագործելու։ Միշտ կինս ասում էր մի հատ պետք տղա ուներ, որ քո հախից տղեդ գար, աղջիկը չեն կարա քո հախից գան, երևի լավն էլ է դա, որ տղա չունեցեք։ Ինչ էինք անում։ Տուն չէիք գնում։ Չէ, տուն գնում էի ուշ, բայց չէ։ Կարևորը վերադարձն է։ Չէ, դե ընտանիքը ամենակարևոր բանն է բոլորիս համար։ Բնական է, դուս էլ կգնանք, ինչ կանենք, բայց ուղղակի ասենք ոնց որ իմ փոքր վախվեց մի քիչ չար եմ եղել, չարացի եմ եղել, այդ մնացել է մեջս, կինս էլ միշտ ասում էր, տղեդ քո հախից մենակ կգար, այն լապսոս տղա չունեցար։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։
Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Երևանդ իսկ հենց գաղափարը, որ պիտի մսի հետ գործ ունենաք, անձամբ դուք պիտի ընտրեք։ Ես լսեցի նախնական զրույցում, որ ասացիք, որ դուք եք որոշել, որ պիտի ամենալավ որակի մսերին ծանոթացնեք մարդկանց հետ եւ դա մատուցեք, որպեսզի իմանան լավը վատից տարբերել է։ Ինչպես եղավ հենց այդ գաղափարը ու միանգամից հարցս էլի ձևակերպեմ երկրորդ, որ տեղում պատրաստվի ու ձեր ձեռքով մատուցվի։ Այո, Մերի ջան, գոլս այս խանութը բացելու համար հենց հիմնական գոլսն էր, որ պետքա ածուխի մաղալի վրա ամեն ինչը պատրաստվի ու մարդը պետքա մտնի ներս, մաղալը ես պետքա լի ոնց որ խանութի մեջ տեղը դրած, ինքը իր աչքով տենա ինչ միս է այփվում իր համար, ոնց է այփվում, ոնց որ էլ ոնց միտսակ համ ռեկլամի ինքը մի բան է, համ էլ մարդը ավելի վստահություն է ձեռք բերում, տենում է իր մսերը ոնց են այփվում, հետո հետաքրքիր է ու ամենակարևորը ածուխի վրա, որ շատ դժվար էր այս Perminder հələ Glendale City-ի հետ կապված չեն տալի, ուղղակի ես էլ եմ շնորհակալ Արտակից եւ Արմենից, որ այս հարցում շատ օգնեցին։ Այդ ամեն ինչը կատարվեց։ Իմ գոլը նա էր, որ խանութը ունենայի մսի խանութ, որպես համել ինքը լիներ խորովածի խանութ, ոնց որ զես մի բան, մարդիկ իրենց աշկով տենային իրենց միսը ոնց է պատրաստվում ածուխի վրա։ Ոնց է մեր հայկական բանի մեջ, որ խորոված են անում մեկը, մի 6 հոգի գալի կանգնում են գլխին, չէ՞, միսը շուրտուրեսի սենց արեն, նենց արա, արդեն ոնց որ մարդիկ սիրում են իրենց աշկով տենան իրենց խորովածը ոնց անում, կամ գալիս են խանութ, իրենց ընտրած մսերը ասում են, այս միսն ենք սիրում, այս ենք սիրում, տեղում կրակի վրա պատրաստվում է, այնտեղ տեղել ունենք, որ տակ-տակ կարա սենց խորովածը պատրաստվելուց հետո նստեն միանգամից խորովածն էլ վայելեն։ Մեր հայկական խորովածը ածուխի վրա ճիշտ պատրաստել է։ Այն բիզնեսներս, որ ուներ, նրանք մոլի մեջ էին, այդ հնարավորությունը չկար, որ ածուխի վրա պատրաստես, որպեսզի հաճախորդ ասեն կամ գնորդը որ առնում է, այդ ճիշտ համը ստանա։ Իսկ մարդիկ ինչպես եկան, ինչպես իմացան ձեր մասին։ Առաջանկա բացում ես միշտ դժվար է, մինչև հաճախորդ հավաքես, մինչև մարդիկ տենան, իմանան, դե Instagram-ը, Facebook-ը աշխատացնում ենք, բայց էլի ոնց որ հերիք չէր։ Մինչև կամաց մեկով գալիս են հաճախորդ ասում, այս ինչի տունը կերել ենք, ինչ համով խորոված էր, ասեցինք որտեղից եկել ենք, մատ մենք էլ փորձենք, շատ լավ ներկերել ենք։ Սենց մեկով եկավ ու ոնց որ դարավ ավելի պոպուլյար, ավելի մարդիկ զգացինք հաճախորդը գալիս է երկրորդ օրն է գալի, մարդ կա օտար է գալիս, ասում է ամեն օր երեխեն ասում է գնայս ինչ տեղից խորոված բերես, ինչ միսն եմ ուզում, դաժե օտարները գալիս են մեծ տարածքի ժողովուրդը, ասես կամաց ինքը հավաքվեցին, այո։ Մոլերի մեջ մի քիչ հեշտ էր, արդեն բացել ես մարդիկ ընդեղ են, տեղում եկել են, բնական է 6 հատ, 7 հատ կամ 10 հատ ռեստորանը մի տեղից շարժի կա։ Իսկ էսի մի քիչ արդեն ուրիշ է, կամացից ինքը պետք է քալի, բայց փառք Աստծո միանգամից ոնց որ աշխատեց, մենք էլ ուրախ ենք, փորձեցինք ասենք այդ մնացած ամեն ինչ ավելի որակը բարձրացնենք, չգցենք մաքրությունը։ Իմ համար ամենակարևոր բանը ուտելիքի բիզնեսի մեջ ամենակարևոր բանը մաքրությունն է, որ մարդ պետք է գա մաքուր տենա, թե որտեղից է ինքը մի բան առնում, ասենք, կամ մի բանից օգտվում ուտում։ Դրա համար կոնցեպտը այնց հասարակած, որ ամեն ինչ բաց է, քիչնով, բանով սաղ մարդիկ գալիս են, հետևը դնում են ոնց են աշխատում, հետևի մաքրությունը, դիմացի մաքրությունը, ամեն ինչ պետք է հաճախորդի աչքի առաջ դիտի, որ մարդ վստահ մի տեղից իմանա օգտվում է, էլի։ Միևնույն ժամանակ դուք սկսեցիք Instagram-ով շատ ակտիվ ռիլեր հրապարակել, որոնք դիտումներ ապահովեցին ձեզ համար ու շատ դիտումներ, այսպես ասած։ Ինչպես որոշեցիք, որովհետև հիմնականում տղամարդիկ գուցե ասեն, «Ահա չէ, ես չեմ ուզում նկարվեմ, հանկարծ ինձ չնկարես, ես չեմ կարող խոսել, իմը սարքելն է»։ Ոնց որոշեցիք, որ այդպես այսպես նայել մարդկանց ու ասել, որ այսօր սենց համեղ բան եմ պատրաստելու, եկեք փորձեք, վայ չուտողի, չգիտեմ։ Այդ նույն տղամարդկան շարքին ես եմ պատկանում, որ շատ նկարվել չեմ սիրում։ Իմ երաժշտական կյանքի մեջ էլ որ նվագում եմ, մեկ էլ գտնում եմ հեռախոսով կամ կամերանով եկել են նկարվելու, ոնց է թողում այդ պրոբլեմը նվագել, չէի նվագում։ Հետո գնում եմ սկսում եմ նորից նվագել։ Ոնց որ տենց մի հատ բլոգեր աղջիկ էր եկել, որ ասեց գամ նկարվեմ, համ էլ ոնց որ Instagram-ով ցույց տա։ Բայց այդ րոպեին ոնց որ քյաբաբելի վերջացել է, որտեվ շարժը շատ էր, քյաբաբ պետք է սարքենք։
Մեր հայկատոնցը կա, որ էլի իմ ընկերներից է շատ լավ, ինքն է զբաղվում մեր Instagram-ով, մարքեթինգով, մեր մարքեթինգով հայկատոնցն է զբաղվում։ Ասի Հայկո ջան, հələ մատ ինձին նկար էլի։ Ինչ ուզում ես, ասի լավ նկարես քյաբաբի միսը մատ կտրեմ, ես ժողովրդին ցույց տամ, ասեմ, ես միսն ենք օգտագործում, ես քյաբաբն է, թող մարդիկ տենան, ասես բնական մի բան, էլի ոչ թե միջկան կարանք մեկը գա ուտի ասի, oh my god, it's so delicious, ես ինչ համով է, եկեք փորձեք ան բան։ Մարդը բնական մի բան թող տենա, որ տնա իրականում ոնց հալում։ Բայց կողնոցս հակասի ժողովուրդ ջան, ես քյաբաբի միսը կտրում եմ, նայեք ինչ քյաբաբի միսով ենք սարքում ձեր քյաբաբը, ասես հասարակ ենք հավոր ասի մի բան ասես երևա։ Մեկ էլ Հայկոն առավոտը զանգեց, բա վիուները տեսել ես, ասում Հայկո ջան, ես Instagram-ից չեմ, Facebook-ից չեմ, իմը աշխատելն է կամ մի բան է, բա հələ մտի նայի sense նայում դրամ 200,000 view, ասում հա, էս ինչա, լավ է, վատա, բա չես պատկերացնում ինչա, մեկ էլ նորից հետևից զանգեր է գալի մյուսը ընկերս է զանգեր ռեստորանում, ես դուսնեմ շուտ արի հասի, քյաբաբը պրծելա, լավաշը պրծելա, մսերը պրծելա, սաղ զանգել են, գալիս ենք այն քյաբաբից կա, գանք ուտենք, պահեք, գալիս ենք տանենք, դից ոնց որ ավելի ակտիվացավ page-ը, հիմա էլ պետք է հարցնում ենք, որ հարցնենք արդեն ժողովրդին մարդիկ գալիս են ուզում են պետք է հարցնենք, որ տանք, որակը պահենք, ամեն ինչ փառք Աստծո նորմալ աշխատողներից էլ շատ շնորհակալ, շատ լավ կոլեկտիվ ունեմ, լավ ժողովուրդ են տղաները, ոնց որ ընտանիքի պես։ Ու sense page-ը ակտիվացավ, սկսեց աշխատել, որտեվ մարդկանց ինչքան կարա շինցու բան ցույց տաս, որ այսպիսի sense կամ ասենք ճիշտ է, լավ նկարած Հայկոյից էլ եմ ասում, շատ շնորհակալ, միշտ ամեն ինչը որակով ամեն ինչը շատ լավ արել, նկարահանումները կամ բանը, որ աշխատեն եք, բայց այս բնականը մարդիկ սիրում են, ոնց որ մա ուտես կկայից մի բանի համը տնած, ոչ թե պլաստմասից մի բան ուտես, ասես օй oh my god, շատ լավն է։ Այսինքն այստեղից կարող ենք ասել, որ Instagram-ի այդ մի reel-ից հետո ակտիվացան, հա, ձեր հաճախորդները ու իմացան արդեն ձեր մասին, որ այստեղ էս ինչ մարդը պատրաստում է իր ձեռքով քյաբաբ կամ որևէ այլ տեսակի մսից ինչ որ ուտեստ ու մատուցում է։ Եկեք, կերեք։ Այդ մի քանի reel-ից հետո փոփոխությունը շատ եղավ, ահագին ակտիվացավ։ Դա ձեզ ոգևորեց, որպեսզի դուք շարունակեք նկարել, որտեղ տեսնում եմ, որ ավելացրել եք։ Ավելացել եմ, ոնց որ զգում ես մի բանի պահանջը կա, եթե մի բան մարդկանց դուրը գալիս է, ասենք գալիս եմ տուն կինս ասում է, «Էս ինչ ընկերուհիս էր զանգել, ամուսինն եկել ասում է, Երևանը թազա բան չի գցե, մի հատ նայենք ինչա կի բան», ասում եմ, արդեն դարանք բան, դերասան հիմա Այդպես ոնց որ զգացի որ պահանջը կա, հետո մարդկանց ավելի շատ դուր է գալի այդ ոնց որ natural բնական ինչ որ ասենք օրգանիկ որ արվում է, քանց թե մի բան որ պետք է ասենք սարքվի մոնտաժերով կամ բանով, ոնց որ բնական ավելի աշխատում, ավելի մարդկանց դուր է գալի, ես էլ շարունակեցի անեմ։ Գիտեք որ վիդեոն եմ նայել, ուրեմն վերցրեցիք մի կտոր միս, ասացիք մեր խոզուկը արդեն պատրաստ է, ասենց շատ նուրբ ու սկսեցիք ծեծել այդ միսը ու սարքել։ Ամեն անգամ մսերը պատրաստելիս ինչ եք զգում, արդեն սովորական է դարձել։ Հիմա մսերը ամեն անգամ ես չեմ պատրաստում, ել եմ ասում, լավ տղաներ ունեմ, որ պատրաստում են, ճիշտ ասած ես էլ ամեն ինչում օգնում եմ, բայց համ տեսելը պետք է անպայման համ տեսեմ, մի բանը որ պատրաստում եմ, գոնե մի կտոր դնում եմ կրակի վրա, փորձում եմ, գոնե մի հատ պետք է գցեմ, համը տնամ նոր, դե արդեն սիրում ես այդ գործը, մի բան եթե սիրում ես, հաճույքով ես անում, ոնց որ ստացվում է լա։ Ինչա մի բանը սիրելով անես, ինչա պարտադրական որպես գործ անես, տարբերությունը շատ մեծ է։ Երաժշտությունը սիրելով եմ արել, նույնն էլ էս մսի գործը շատ եմ սիրում։ Իսկ հնարավոր է, որ ասենք ձեր առիթների ժամանակ նվագեք։ Իմ առիթների ժամանակ ճիշտ ասած շատ առիթներ եղավ, աղջկաս հարսանիք եղավ անցյալ տարի Չէ, ընդամենը տանը հավաքվում եք, ընկերներ ասեն, այն ոնց են զանգում ասում Երևան ջան, մի հատ միս դիր գալիս ենք տանենք, հիմա ասեն Երևան ջան, դե մի հատ խփի տեսնենք, էլի։ Դե շատ չեմ նվագում տես առիթները, որ ստացվում է, որովհետև ես որ երաժիշտ եմ, եթե մի բան անում եմ, պետքա լավ անեմ, եթե իմ նվագած իմ դուրը չի գալու, չեմ նվագի։ Մարդկա կարող ասենք այնքան որ վեկարի նվագի, բայց ես չեմ նվագում, որտեղ արդեն համարյա մի 10 տարի չեմ նվագում։ Միտքս կա, գաղափարս կա, բայց ձեռքերս կարող է տես չաշխատեն, դրա համար ոնց որ ես ինձանից եմ քաշում, որ նվագեմ, վայ կարող է լավ չստացվի, ասեն Երևանը լավ չնվագեց, դրա համար չեմ էլ ուզում ցույց տամ, կարող է նվագեմ նորից լավ ստացվի, ոնց որ առաջ ստացվի, բայց արդեն մենակ հոգով եմ նվագում շատ, ավելի շատ քան թե ֆիզիկապես։ Պարզ է։ Ձեր խանութ, ռեստորանում, այսպես ասեմ, նաև նկատեցի, որ սառնարանների մեջ կան խինկալիներ, տարբեր տեսակի սառեցրած կիսաֆաբրիկատներ, այսպես ասած, դրանք որտեղ են պատրաստվում։ Դրանք պատրաստում են Մայրամ անունով շատ լավ աղջիկ կա, ինքը որ եկավ ասեց առաջարկեց դες բան ունենք, ասի Մայրամ ջան, կարանք անենք, շատ են եկի առաջարկում են, բայց
մի հատ կբերես փորձենք, բերես փորձեցինք շատ համեր, ասի, բայց մի ձև պետք է պայմանավորենք։ Դու արի ես քեզի մսերը գտամ, որովհետև ինչը որ անում ես, ես ուզում իմ վստահ եմ, որ հաճախորդները գան, վստահ ասեն լավն է, ես ասեմ լավն է, թե լավը չի։ Մեր համար հատուկ ինքը պատրաստում է մենակ մեր մսերով։ Ես միսը իրան տալիս եմ, ինքը մեր համար ասենք խինկալի է, բլինչիկա, պիլիմենիա, ինչ որ իշտի քյուֆտա բան, ինչ որ սարքում է։ Ինքը մեր տված մսերով սարքում է, բերում է տալսով շատ համով շատ լավն է սարքում։ Ժողովուրդը շատ գոհ են։ Իսկ ո՞րն է ամենից շատը վաճառվում։ Այդ սառը տեսակներից նկատի ունեք, քյաբաբը։ Չէ, իր պատրաստած խինկալիներն են շատ հավանում, իշտի քյուֆտա է սարքում, բան, բլինչիկը, բան ամենից շատ լավ է։ Կարևորը որ էլի մաքրու ձեռ ունի աղջիկը ու շատ համով է պատրաստում, որ բերեց ես հավանեցի ու բնականա հաճախորդները կհավանեն։ Իսկ լինում է որ գան ասեն, այ չէ, մենք Երևանի սարքածը պետք է անպայման ուտենք, որ ինքը ստեղ չի չենք ուզում։ Չէ, այտենց չեն ասել, որ ինքը ստեղ չի չենք ուզում։ Կարևորը որ արդեն գիտեն արդեն Երևանն է, Երևանը մասնակցել է այդ ամեն ինչին, հաստատ իր հոգին ու ջանքը դրել է ու համտեսել է, որ պետք է ամեն ինչ լավ լինի։ Մի քիչ բծախնդրել եմ ճիշտ ասած աշխատողների հետ, որ ասենք խորոված արվում է բան, միշտ հետևում եմ, չվառվի, հում չմնա, որ մարդկանց չես կարա ճիշտ է, բոլորին չես կարա գոհացնել, ոնց է չի ասես 10-ից մեկը կարող է մի բան դժգոհի, բայց ամեն դեպքում փորձում ենք դա չլինի, ամեն ինչ ուզում որ perfect լինի, համերը աղը բարձր չլինի, պակաս չլինի, համատեղ լինի, խորովածը չվառված չլինի, կամ ասենք մսի որակը մի քիչ տեսամիսը գույնը պետք փոխելա կամ բան, անպայման թափելու մարդը դիմացից որ աշխատում ենք, ասում էր Քյաբաբի մեջ կարան կաղանք, այս ինչ տեղ աշխատում ենք, ինչ կա քյաբաբի մեջ աղում ենք, այդ մասում չէ, մոտ էս բան չկա, ընդհակառակ ինչքան վատ բան կա պետք է հանենք, մաքուր միսը մարդը դրա համար բաց եմ ամեն ինչը կոնցեպտը, որ մարդը տենա ինչով է, ոնց է պատրաստում իր ուտելիքը, ամեն ինչը, որ գոհ մնան, իմանան ամեն ինչ real է, ամեն ինչ մաքուր է, որակով է։ Դա շատ մեծ պատասխանատվություն է, հա, մարդկանց կերակրել։ Թեկուզ կարող է բիզնեսը քիչ ունենաս բիզնես, բայց մարդը եկողն է գոնե իմանա, որ որակով տեղ է գալիս, իր իմացած տեղն է գալի, իր աչքի առաջ ամեն ինչ պատրաստվում է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Իսկ առաջիկայում ինչ որ յուրահատուկ գրիլ ունեք, մտքում որ պիտի մի բան նկարեք։ Իմ մոտ այտենց կոնկրետ որ պահիտակ ստացվում է մի բան, օքեյ, նկարվեցինք, բնական, որ ասենք պետք է մտածեմ, պատրաստվեմ կամ բան չէ։ Չէ, օրինակ վաղը այսպես պիտի կտրատեմ կամ օրինակ ես տեսա, որ այդ ավելորդ ճարպերը մսի կողքից հանում եք, դա էլ էր կարևոր, որ նայենք ինչքան պիտի հանես, ինչքան պիտի թողնես։ Նմանատիպ ռիլեր կամ ինչ որ հետաքրքիր հումորային բան անեք։ Դե հումորը իմ մոտ ոնց որ մի քիչ հումորն էլ է ստացվել սա կյանքս, որ ասեք տեղմեր են գնում կամ հանգետնով հավաքած ենք դնում, ոնց որ հումորը ձեր վրա է։ Հումորը իմ վրա մնացած եղել շատ տեղերում, բայց փորձում ենք անել, որ մի բան մարդկանց հետաքրքիր լինի, համ միսը տենան, համ ասենք հետաքրքիր, եսիմ մենակ չես կարա հելնես մի ձևի մեջ, ոնց որ բնական ստացվում է, այդ ավելի շատ ասենք իմ մոտ, քան թե որ պետքա արհեստական սարքովի բան, հա, սարքովի ոնց էլ անես։ Երևանդ, իսկ նմանատիպ բիզնես կամ բիզնես որևէ բիզնես բացելուց որոնք են կարևոր կետերը, որ պիտի պահես, որ պիտի ունենաս։ Օրինակ բերեմ, տարածքը, պարկինգը, տեխնոլոգիաները, Instagram-ը, ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ուզում են մտնել սրա մեջ։ Ընդհանրապես յուրաքանչյուր բիզնեսի մեջ կլինի ուտելիքի, դե ուտելիքի մեջ ամենաառաջնահերթը իմ համար մաքրությունն է։ Տարածքը ամեն ինչը, եթե տեղը թեկուզ փակ տեղերի կամ ասենք փողոցի, իմ տեղն էլ փողոցի վրա չի, հետ ընկած է մի քիչ, բայց տեղը որ սովորեցին, արածդ գործը հավանեցին, կգան, կապ չունի։ Մի տեղից հաստատ կգտնեն, պետք է գան քվարցին։ Ամենակարևոր բանը յուրաքանչյուր գործի մեջ պունկտուալությունն է, մեկ էլ չալարելն է, որ մի բան պետք է անես, չալարես, պետք է անես։ Անելով առաջ ես ընկնում, հետո դե բնական է ուտելիքի մեջ ամենաառաջի բանը մաքրությունն է, որ պետք է մաքուր լինի։ Թեկուզ կարող է համով չանես, բայց մաքուր պետք է լինի, մարդ պետք է մաքրություն տենա։ Պունկտուալ եղեք, խնդրում եմ։ Դե եթե պունկտուալ են, չեն ալարի։ Հա։ Եթե ալարում են, պունկտուալ չեն ուրեմն։
Պունկտուալ չէ, մի քիչ տարբեր է, բայց Լավ։ կարող է ասենք ես ալարկոտ չեմ, բայց պունկտուալ մարդ եմ։ Ալարկոտ եմ, բայց պունկտուալ մարդ եմ։ Ես էլ ճիշտ ասած ալարկոտ եմ, բայց պունկտուալ եմ։ Չէ, ես իմ համար չեմ ասում, քավլիցի ես ալարկոտ չեմ։ Այդ մի բանը կարող եմ վստահ ասել։ Ալարկոտ չեմ, աշխատող եմ։ Այս շինարարությունը, որ անում ենք, թեկուզ ասենք հիմա էլ ընդեղ եմ լինում։ Ոնց որ սաղից շատ ես աշխատում եմ, որ չեմ կարող պարապ կանգնեմ տեղս, թեկուզ շինարարության ժամանակ էլ արհեստավորները գալսեն, ես իրանցից շատ եմ աշխատում, որովհետև իմ մեջից հատես չեմ կարող պարապ կանգնեմ, դրանք ոնց են աշխատում կամ ինչ են անում։ Պունկտուալը, եթե մի բան դիմացը դրածա, պետք է ասկես վստահությունը այնքան լիքո վրա, որ դու էդի քո առաջ դրել ես, պետք է անես։ Ալարկոտությունը մի քիչ էդի ամենա իմ բանի մեջ էլ ունեմ մի քիչ ալարկոտություն, որ ասեմ լավ կանեմ, մեկ էլ այսօր ալարում եմ, բայց որ սկսեմ անել, մեկ էլ վերջ չեմ տալիս, մեկ էլ կինը զանգում հələ գործի մեջ, ասեմ հա, ուշ է տուն արի կամ էս կամ արդեն որ կպել եմ, էլ ալարելու բան չկա, պետք է սկսեմ անել վերջացնել։ Սիրելի Լիաննա, 1000 մարդու էս մարդը կերակրում, պատասխանատվություն ունի, սպասում են ոնց թե տուն արի։ Պիտի միջև վերջին մարդը կերակրեք։ Մի տեսակ ոնց ասեմ, լավ չեք զգում, որ ասենք այն որ մարդիկ սպասում են, այսօր վեր կանամ գնամ աշխատանքի, որովհետև էս ունեմ, պիտի մարդկանց հասցնեմ, պիտի այն ձեր ասած որ ռիլից հետո ակտիվություն եղավ, հիմա էլ արդեն միս չունենք, պիտի գնանք միս բերենք, որ հասցնենք։ Հա։ Դրա գերագույն հաճույք է հասկանում։ Գերագույն հաճույքը մեկ էլ ստանում եմ, ասենք խառն ենք, ընդ հաճախորդները ընդեղ են, պատվերները պետքա տանք, մեկ էլ զանգ աղարի, որ պետք է օրդեր վերցնենք, մեկ էլ զանգում եմ վերցնում, ասում Western Meeting how may I help you? Օ, բարև ձեզ, ում հետ եմ խոսում, ասում Երևանդի էլի արագացեք մեկ էլ շատ գործենք։ Երևան ջան, զանգել եմ ասում, որ շատ շնորհակալություն, ես ինչ համով էր ձեր, ես մերսի ասում շատ ցավատանեմ, ես անգամ որ գա քյուրասիլ եմ գոնե մի բան։ Չէ, ուզում եմ ասեմ երեխեքն եք կերան շատ են հավանը, այդ ցավատանեմ, թող այդ համ գործս անեմ։ Մերսի դրանց էլ ճիշտ ասած շատ շնորհակալ եմ, որ մարդիկ գնահատում են։ Այդ դրանց շովում եմ, ճիշտ ասած որ համ խառն ենք ասեն գործի մեջ, դե որ շատանում է գործը, մեկ էլ հաճախորդները շատ են, սպասում են մեկի օրդերը պետք է հարցնես տաս, դե մեր հայերն էլ մի քիչ անհամբերել են, չէ, ասենք չեն սպասում, գրիլը ֆուլ խորովածներ է, ամեկը զանգում է, մեր օրդերը ասում խնդրում եմ, էլի մի քիչ համբերեք, մեկ էլ բանը ժամանակ կներեք, այս խոսակցությունը մի քիչ ուրիշ է, Քրիսմասի օրը շատ ոնց որ ինձ լավ զգացի վերջում, որ ճիշտ ասած շատ չարչարվեցինք, Քրիսմասի օրը լավ անձև եղանակ էր երևի գիշեք այս տարի, անձևային եղանակ էր, Գլենդելում լուսերը հանգավ, ժամը 12-ից լուսերը հանգավ, հա, մենք էլ օրդերներ ունենք, ժամը, ասենք այդ օրը դե Քրիսմաս է, բոլորս էլ պետք է գնանք մեր ընտանիքների հետ, ժամը 5-ին գոնե պետք է փակենք, բոլոր օրդերները 4-ից 5-ն է, որ մարդիկ էլ չեմ ասում ինչքան օրդեր ունենք, որ պետք է խորոված անենք, մարդկանց օրդերներ տանք, ժամը 12-ից լուսերը գնաց, զանգում եմ City, տեքստ է գալի, որ ժամը 6:30-ից 7-ին նոր լուսերը հետ կմնացնեն։ Հետո էլ Հայաստանին եք ասում։ Հա, ինչ անես, այդքան մարդ հյուրեր ունեն, ամեն մեկը իր տուն ասենք նոր Christmas party ունի, մարդիկ հյուրեր ունեն, արդեն նախորդ 2-3 օր առաջ օրդերները տվել են, որ այդ օրը պետք է գան խորովածը տանեն։ Գնացի Home Depot թենթ եմ ուզում, պալատկա Home Depot չունի, լոզ գնացի, որ Սերջեմանում ասին Walmart կա, գնացի Walmart։ Պալատկեն ճարեցի, բերեցի parking-ում այդ անձևի տակ, պալատկեն դրեցի։ Հիմա բնական է, մարդիկ կարեն գային, ասենք խանութ, ասեի sorry, իմ մեղքով չի City-ից է լույսը անջատվել, ոչի բան չեմ կարող անեմ։ Բայց ոնց որ քո վրա մեղքդ մնում էլի, մի այդքան մարդ որ մեկին ասես, այսօրվա հյուրերն են մարդիկ, արդեն պլանավորված տունը պետք է հավաքվեն 20 հոգով, 30 հոգով մարդիկ։ Ստիպված դառնում ես ամենահնարամիտը։ Հա, գնացինք լավ այդ պալատկեն եղավ, բերեցինք անձևի տակ պալատկեն դրեցինք, այդ դե կարևորը որ մաղալս էլ ածուխով է, գազով չի։ Մի կերպես մաղալս հազիվ դեմացել ենք ներ, դուս հանեցինք ստեղեկով դուսը, հերախոսները արդեն մութ էլ ընկել է, դե դեկտեմբեր ամիսնա ժամը 5-ից մութ ընկածա, մինչև 7-ը հարցնում ենք մարդկանց օրդերների տակ, դուսը մարդիկ մեքենաների մեջ նստած սպասում են զոնտիկների տակ, եկել են, դե իրանք էլ հասկանում են արդեն այդ վիճակից, որ ստիպված հանել ենք դուսն ենք անում, որ իրաց ոնց որ արեթը հարամարած չլենք, էլի մարդկանց որ մեկ է այդ հայրատուն ասի կներեք խորոված ենք օրդեր տվել, լուսերը գնացել է խորոված չունենք, նստեք խոսքի հացուկ ալբաս ուտենք այսօր, ասենք այս տարվա օրով։ Մի խոսքով այդ օրը շատ շոյված զգացի, շատ գնահատեցին ժողովուրդը, մյուս օրը զանգեր, մերսի, այս մեր արեթը որ գոնե չխանգարվեց, կարացանք մեր բանը անցկացնենք ճիշտ է,
շատ լավ միտք եք մտածել գաղափարը որ հանեցիք դուրս, բայց այդ պալատկեն որ չարենք, ուրիշ ձև չկար, դուրս էլ չենք կարող անենք, որտեղ անձրև էր գալի։ Այդ էլ սեզոնային է, Home Depot գնացել եմ, ասում եմ սեզոնային է պալատկական բանը, չունենք այս պահին։ Մի խոսքով էդի ստացվեց, էլի որ մի բան անում ես, որ գնահատվում է ժողովրդի կողմից, լավ է ստացվում կամ բան շոյված ես քեզ զգում, so նույնը երաժշտական աշխարհում որ նվագում էի, զգում էի որ հանդիսատեսը մարդիկ նվագում, կարևորը չի որ փող են տալի քեզի կամ բայց որ զգացում ես աշխատանքդ գնահատվում է, արածդ գնահատվում է, քեզի լավ ես զգում, ասենք մեկ ասացնես փողը աշխատել ենք ներ չի որ չենք։ Այսինքն հիմա հարցս անիմաստ է լինելու որտեղ եք ավելի լավ զգում, նվագելիս թե այստեղ պատրաստելիս։ Հարցը անիմաստ չի, Մերի ջան, բայց արածդ որ գնահատվում է, դիմացինդ որ կարող է գնահատի, դու դրանից քեզի լավ ես զգում։ Ինչ էլ անես, մեկը գնահատանք ես ուզում։ Հա, որ գնահատանք ես ուզում, թեկուզ եմ ասում նվագելու մեջ կամ սրա մեջ փողը ճիշտ է աշխատում ես, բայց գնահատականը շատ մեծ նշանակություն ունի, համել քեզ ոգևորում է ավելի լավ անես, ավելի շատ գնահատվես, ավելի լավ անես, ավելի շատ գնահատվես։ Իսկ հիմա որքան եք ոգևորված, նկատի ունեմ առաջիկայում ինչ պլաններ ունեք։ Առաջիկայում հələ մի հատ թողես սա տակից կանամ դուրս գամ, որտեվ էլ եմ ասում, շնորհակալություն մեր համայնքին, որ գնահատում են, սուպորտ եղան, բիզնեսը աշխատում է, ընդհանրապես նոր բիզնես որ բացում ես, մի 6 ամիս, մի տարի, մինչև որ պետքա բիզնեսը հունի մեջ ընկնենք իրան փակի, բայց էլ եմ ասում, շնորհակալություն լավ հաճախորդությունից, որ սուպորտ եղան, բիզնեսը աշխատեց միանգամից բացված օրվանից, գնալով ավելի լավացավ, դե ինչքան լավացավ, այնքան բնական է, ես եք աշխատեմ, ասենք իրան ցույցից չխափանեմ, ավելի նորանոր բաներ ստեղծենք, մի ավելի լավ բան, մարդիկան ավելի նորություն ունենան, ավելի մի լավ բան ուտեն, զգան ավելի դեպի առաջ գնալու, չգիտեմ, ընթացքում կերևա էլի։ Հա, այսինքն ուրիշ տարածք, ուրիշ location։ Չէ, Պլաններում կա, շատ են ասում, դե արդեն էսի ոնց որ աշխատում է երկրորդի մասին մտածի, բայց դե մենք էլ ասենք տարվա մեջ 4 անգամ 5 անգամ միշտ ընտանիքով գնում ենք հանգստանալու, հիմա այս Հա, իդեպ է ուզում հարցնել։ մի տարի կեսա չեմ գնացել, վերջի անգամ եղավ այս աղջկաս հարսանիքը որ Ֆրանսիայում արեցինք, երեխեքը լավա բան էին ուզում, destination wedding են ասում, որ դուրս այդանք հարսանիք անենք, այս մի տարի կեսվա մեջ լավ ագոնացի գնացինք Ֆրանսիա, Եվրոպա, մի քիչ Ֆրանսին, դեղից է գնացի Հայաստան, Երևան մի 10 օր ընդեղ մնացի, այդ էր ուղղակի շատ զբաղված ենք, բայց դե այն մի գործերից մեջ օքեյ, ամեն ինչ դասավորված էր, գնում եմ մի ֆորում գալիս էր, ժամանակ շատ ունի, բայց հիմա որ ստեղ հիմնականում մեջն եմ, աշխատում եմ, որակը պահեմ, ամեն ինչ նորմալ լինի, դրա համար ես մի հատ հələ որ գոհեմ, չեմ պլանավորում, կարող է հետագայում մտածեմ երկրորդի մասին, բայց ես սովորեն հələ որ թող մնա ասենց։ Այդ հարցը շատ եմ տալիս իմ հյուրերին, առաջիկայում նոր տարածքներ ու գրեթե բոլորը պատասխանել էին այո, ունենք նման միտք, որպեսզի բացենք, բայց ձեր պատասխանը մի տեսակ այն որ ես իմ ունեցածից գոհ եմ, այսքանն էլ Աստված պահի, շնորհակալ եմ։ Այդ զգացի։ Մարդու քիչ կշտանա, շատ ինչ չի կշտանա, չէ։ Հա, բայց գուցե ուրիշները մտածեն, ասեն ձգտում չունի, չի ուզում, առաջ գնա, այն որ կան, չէ, տեսնում են միտեղ լավ է ստացել, մի հատ էլ են ուզում անեն, մի հատ էլ են ուզում անեն, չգիտեմ։ Չէ, իմ մոտ ամեն ինչ ոնց որ ռիելը, որ ասենք ռելերը որ նկարվում են, պահի տակ, մեկ էլ տեսա կարող ուզեմ երկրորդը բացեմ կամ երրորդը բացեմ, բայց այս սոպեն տենց կոնկրետ հələ որ նպատակ չունեմ ինչ որ մեծացնելու կամ բան, նորմալ է։ Մի քիչ էլ ասենք կյանքը անցնում է, պետք է հանգիստ էլ լինես, էլի ամեն դեպքում։ Այդ եմ ասում, տարվա մեջ 4 անգամ գնում ենք հանգստանալու, 4 անգամ գնում։ Հələ կինս 6-7 անգամ 8 անգամ է գնում երեխեքիս հետ, ես մի քիչ ասենք ավելի քիչ пассив եմ այդ բանը։ Եթե ծովիկով ենք գնում, ասենք Կարիբյան եմ շատ սիրում գնալ հանգստանալ, ծով եմ շատ սիրում։ Իրանք որ արդեն Եվրոպա, Դուբայ կամ բան են գնում, ես այդտեղ իրանք չկամ, Հայաստան կգնամ, մեկ էլ կամ այստեղ որ ծովի պայս կա, որ պետք է գնանք ծովի մոտերը, գնում ենք, դե հանգստանում ընկերներով, լավ ընկերներ են, ընտանիքներով բանով, միշտ ասենք մեծ գրուպ ունենք, մի 15 հոգի, 20 հոգով, տարվա մեջ 4 անգամ պայդի պարտադիր որ պետք է գնանք, գոնե ծնունդի առիթակամի շովում մեկի մի առիթներն է, գնում ենք։ Իսկ Հայաստանում ի՞նչն եք կարոտում։ Հայաստանում ամեն ինչ ենք կարոտում, ինչի չենք կարոտում, այնտեղ ծով մեծացել ենք մեր հողուջուր, մեր դպրոց, մեր շենք, մեր հարևանություն, մեր քաղաք։ Ամեն ինչ Հայաստանից ինչ կարանք չկարոտենք, ամեն ինչ։ Ձեզ որ տեսնում են, ասում են, օ, ինչ ուրիշ գործ ես անում, այստեղ նվագում էիր,
ունեք հին ընկերներ այնտեղից որ գիտեն արդեն ձեր մասին այս գործի մեջ։ Հա, շատ են զանգում, մեկ էլ մարդ է զանգում, ասում է ձեր հարևանն է, ասեմ, մեր բանն է, մեր հարևանի տեղն է, Երևանն է, գնացեք իրաց մոտից մի սարեք, ասում է Երևանից զանգասում են մսի խանութը, Երևանն է, գնացեք իրաց մոտից մի սարեք, էս ի՞նչն է, ասեք անվան։ Հա, շատ են գալի զանգել։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ 97-ին $5 քարտեր կար, առնում ենք, որ 5 րոպե կարներ խոսալ, մի 20-30 հատ համար էր հավաքում, մեկը կտրում էր 2 րոպե խոսալ, չխոսալ։ Հիմա համ ինտերնետը կա, մարդիկ կարող են կապտվեն, համ ինֆորմացիան կա անդեղից տեղից։ Իդեպ հիմա մարդիկ ասենք նոր եկածները, որ ընդեղից գալիս են, արդեն մարդիկ գալիս են դեռ ինֆորմացված, արդեն ոնց որ շատ բաներից կուրսի են, մենք որ եկել ենք, հələ սովետական միությունից փլուզումից հետո նոր եկել ենք, ասենք ստեկան բան, շատ բաներ մեր համար նորություն էր, բայց հիմա մարդիկ գալիս են արդեն շատ հաճելի է, անգլերեն են խոսում, ինֆորմացիաց, արդեն ոնց որ շուտ են ադապտացվում ստեղի հետ կամ բան, օքեյ է, նորմալ է, կարևորը որ ինֆորմացիա կա, մարդիկ էլ մեր այս ջահելությունը թազա որ նոր հիմա գալիս են, շատ նայում ես հաճիկով, մակարդակները տեղը բանը, ասենք արդեն կուրսի են ոնց որ ահագին բաներից էլի։ Քիչ թե շատ ծանոթ լինելով այնտեղի բիզնեսի վարելուն եւ այստեղի կարող եք համեմատություն անցկացնել։ Եթե նույնը անեիք Հայաստանում, կա տարբերություն։ Ինձ թվում է կլներ, որովհետեւ ստեղ բիզնեսը որ բացում ես, իմ օրինակից եմ ուզում ասեմ, ու ասենք իմ շատ տեսած մարդկանց օրինակից բիզնեսմեն ասենք կամ բիզնեսի տերը ոնց որ 24 ժամ բիզնեսի մեջ է, ավելի շատ է աշխատում։ Այստեղ, այո, Ամերիկայում, որտեվ ստեղ ունեցածը կորսելը միանգամից է, մի րոպեվա մեջ կարաս կորսես։ Ընդեղ էլ է հիմա տես դարը, բայց ես ընդեղ ասենք չեմ տեսել մի հատ բիզնեսի տեր, որ այդ բիզնեսի մեջ ինքը մեր նման sense առավոտիկուն բիզնեսի մեջ աշխատում է, վազում է, չարչարում, տանջում է։ Մի քիչ ստեղ ավելի դժվար է մարդկանց համար թեկուզ բիզնեսի մեջ աշխատողին էլի ճիշտ է աշխատում է, բայց իր ժամը պրծավ ինքը գնաց ամեն ինչից վերջացա, բայց բիզնեսի տերը 24 ժամ մեջն է ու Այսինքն ճիշտ է որ 24 ժամ մեջը լինի։ Ճիշտ չի ավելի լավ կլինի չլինի, մարդ ավելի հանգիստ լինի, բայց չես է կարա չլինես, եթե Չէ, ճիշտը բիզնեսի առումով ճիշտ է։ Այսինքն եթե դու գլխին ես 24 ժամ, դու դեռ պետքա մեջը լինես, որ հա, որ ասենք մի բանի, որտեվ ամեն ինչի համար դիմացդ նպատակ ես դնում, էսի ստացվեց հիմա ասենք մի հատ երկրորդ փուլն է գալի, որ պետք է այդ փուլին անցնես, թեկուզ քո բիզնեսի մեջ չի կարա բիզնեսը գա մի հատ սահման ու ասես էս է վերջ, այդքանով չի այդ սահմանին կհասնի, եթե առաջ գնալու տեղ չունես, բիզնեսը կետա հետ արդեն։ So միշտ դիմացդ մի բան նպատակ ես դնում, ասենք թեկուզ բիզնեսի մեջ, թեկուզ կյանքում, որ էսան հասա մի հատ երկրորդ արդեն անցանք առաջ, էսի արդեն հասանք, մյուսը արդեն անցանք առաջ։ Միշտ պիտի նորություն ունես, որ կյանքն էլ հետաքրքիր, համ բիզնեսի մեջ, համ ընդհանրապես կյանքում էլի։ Հիմա այստեղից գնալու եք Western Meat։ Այստեղից անպայման։ Կարոտում եմ արդեն որ չգնամ այնտեղ, հա։ Ամեն օր այնտեղ եք լինում, ինչպես ասացիք։ Դա եմ ասում, տարածքը հիմնականում այնքանով է լավ, որ տանս շատ մոտիկ է, մի երկու բլակ է իմ տնից ենքում։ Էցեմ ընդ հետո հաճախորդները գարսենից տեմեն ուրախանում են, երեխեքը վայես են ջաջանա, որ տեսել են քյաբաբ ասարկում, այդ համով քյաբաբից ենք ուզում։ Լավ, համ արդի գալիս են ուրախ, համ ասում խոսում ես, օրը տանցնում, ժամանակը տանցնում, հետո քո արած գործից հաճիկ ես տանում, գալիս են լավ բաներ են ասում, մենք էլ լավ ենք զգում։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Իդեպ Ordersco-ի մասին տեղյակ եք։ Menu AM-ի մասին, այս ամենը։ Տեղյակ եք։
Ճիշտ ասած շատ էի լսել, բայց այսօր Արսենը որ խոսացի, հագին հետաքրքիր բաներ ասեց, ասի լավ Արսեն ջան, հաղորդումը վերջացնենք, անպայման կապնվեմ, ճիշտ մեր Հայկոին պետք է ասեմ, երևի միտինգ անենք երեկո, որտեվ իմ մարքեթինգ մենեջերությունը Հայկոն անում, Հայկո Ատոնցը, տենց ասեմ բոլորը իրան տես գիտեն։ Անպայման շատ հետաքրքիր բաներ ասեց Արսենը, որ իրոք բիզնեսներին շատ օգուտ կտա։ Մենք ճիշտ ունենք, բայց այն ինչը որ ունենք, ոնց որ Արսենը շատ մեծ լավ այդեաներ ասեց, որ Ինչով օգուտ կտա օրինակ։ ասենք օգուտ կտա, որտեվ հիմա այն ինչ որ ես ունեմ, շատ բաներ ունեմ, բայց Արսենի ասածը ավելի շատ կոմպակտ կարող է լինի մի բան, մի սիստեմի մեջ, որ արդեն ավելի այսօրվա պայմաններում ինչ որ ժողովուրդը պահանջում է, որ մարդիկ մտածում են, այս sense-ը լավ կլինի, sense-ը լավ կլինի, իր ասածը ես զգացի, որ էթիկա այդ, որ էթիկ կարալի, որ արդեն մարդկանց ամեն ինչ ավելի հեշտանա։ Ընդհանուր օրդերներ տալուց, որ տունը նստած է շատ ճիշտ է, Uber-ի թեկան բանը կա այսօր աշխարհում, բայց շատ լավ գաղափարներ ասած, որ էսի ավելի ժողովրդին էլ մարդկանց էլ կհեշտացնի իրանց ամեն ինչը ժամանակը, որ ամենաթանկ բանն է, այսօր մարդիկ ժամանակ չունեն։ Մի րոպեվա մեջ այդ ամեն հարցը կարաս միանգամից լուծես։ Այն ինչը որ Արսեն առաջարկեց, ասի Արսեն ջան, անպայման էս եկօր ապոյնմենտ կանենք իրար հետ, միտինգ կանենք, Հայկոնը թողա, որ որոշենք կոնկրետ ինչ ենք անում, որովհետև շատ լավ գաղափարներ ասեց, որ իրոք միշտ են ասում վեկ ժիվի վեկ ուչից դուրակոմ պամրոշ, հիմա էսի լավ բաներ ասեց, որ զգացի տես այդ համասին ոնց որ չի հասկանում, չի պատկերացրի, բայց ասեց մարդը ծրա մեջ է, ասեց պատկերացումս միանգամից աշխատեց, որ ճիշտ լավ բան է, սպասի, ուրեմն անդաստանք ծրան։ Իդեպ ուզում եմ նաև տեղեկացնել, որ եթե դուք որոշեք աշխատել, կապվեք Ordersco-ի ներկայացուցչի հետ, ասացեք, որ Մերի անունից եք զանգել, Մերին ես եմ, 50% զեղչով կարող եք աշխատել իրենց հետ։ Ինձ ասին Մերի անունից որ ասեց 100% զեղչ կտանք, ասի 100 չէ 50 լավ է։ Դե 100% զեղչը Արմանի անունից է։ Okay. 50-ը իմ։ Արման, ընդունիր։ Պրոբլեմ չկա։ Մի խոսքով, սա էլ մեր Ordersco-ի մենյուի մասին, ինչ ենք մենք ներկայացնում մեզնից։ Երվանդ, նայելով ետ ձեր անցած ճանապարհին, երկու բան, որ մտածում եք հիմա, այ գիտես, եթե սենց անեի, ավելի լավ կլիներ։ Այ որ սենց անեի ավելի լավ կլիներ, հիմա սենց եմ անում ու շատ լավ է պատկերացում Մերի ջան, մարդուն ինչա պետք, հա։ Մարդուն ինչա պետք, լավ ընտանիք, լավ գործ, լավ շրջապատ, որը որ փառք Աստծո ունեմ։ Երջանիկ օրդ երջանիկ անցնի, ուրախ անցնի կյանքդ։ Այսինքն այնպիսի մի բան չկա, որ կյանքում արել եք ու փոշմանել եք։ Արել եմ ու փոշմանել եմ չէ, բայց կյանքում բաներ եղել, որ պետք է անել չեմ արի, այդ դրա համար եմ փոշմանել։ Ինչ ա եղել։ Դե շատ բաներ կա տենց արած, որ արել եմ, որ ասենք Մի բանը հիշեք։ մի բանը հիշեմ։ Կարող է մեկը հենց հիմա այդ դրա շեմին է, ուզում է անել այդ բանը ու ձեզ լսի ասի։ Չասեմ էլի այդ փոշմանածները չասեմ, որտեվ մեկը բան հենց նոր մտքովս եկա, որ փոշմանել եմ, չեմ կարող ասեմ դրանք։ Ինչի։ Ասելու չի։ Չէ, ասելու չի դրանք չեմ։ Դե ուրեմն լավ եք արել, որ չեք արել։ Հա։ Ճիշտ է, համել լավ եմ արել, որ չեմ արել, բայց փոշմանել եմ, որ պետք է արածել լեզ։ Հա։ Դե լավ, գոնե մի քիչ ասեք ինչի հետ է կապված։ Լավ, հետո հաղորդումից հետո կամ մենակ ձեզ կասեմ, հաղորդումից հետո հետաքրքիր չի, մենակ ես կիմանա։ Չէ, ես իմ ապրած կյանքից փառք Աստծո գոհ եմ։ Իսկ ումից եք շնորհակալ։ Առաջերտին Աստծոց ու ծնողներիցս, որ չեմ տարբերի Աստծոց ու ծնողներս իրարից, դե Աստված ծնողներիցս Աստծոց, ընտանիքիցս, շրջապատիցս, ինձ հարգող մարդկանց, հաճախորդներին of course, հարգող մարդկանց մեջ մտնում են բոլորը, ով կան, իմ շրջապատից։ Երևան գիտեք, մեկ էլ նկատում եմ վերջերս, դե հիմնականում հյուրերից լինում են տղամարդիկ, ուրեմն տղամարդիկ իրենց կանած այնքան են գովում, այնքան են բարձրացնում, այնքան են շնորհակալություն հայտնում ու ես այնքան լավ եմ ինձ զգում։ Կանանց անունից եմ ասում, սկսել են ավելի տեղ տալ, առաջ տանել, անունը շատ տալ։ Դե Եվ դուք այդ հյուրերի շարքում եք։ Ես ճիշտ ասած շատ չեմ սիրում ներկայացնել, ասել, Բայց ինչի, ինչ է նշանակում ես շատ չեմ սիրում։ Ինչի ինչ կլինի։ Մերի ջան, ամեն ինչ ոնց որ կյանքով ապրածը ձևով էր ցույց տալ, էլի, որ ասելով ես իմ կարող խոսքով շատ ասես։ Բայց գիտեք որ կանայք ականջներով են սիրում։ Դե մի արդեն սիրեն, ու ինչով ուզում են սիրեն, արդեն սիրե փորձել են հազարորից։ Հա, էլի։
Թող շարունակեն այդ ձևի սիրած մնալ։ Հա, բայց ասելը պետք է, չէ։ Դե բնական է։ Մարդ այդ ասելուց շոյվում է, լավ ես գում իրեն։ Լավ բան ես ասում, դե դե ասում ես, ինչ խոսք, հա։ Կին թե տղամարդ կապ չունի, բնական է, անընդհատ խոսեք, բնական է։ անընդհատ ասեք։ Հետո վերջում այդ մարդը հերու տնից տեղից չի լինում, սկսում են ստատուսներ գրել, սկսում են լավ բան է, վայ, ինչքան լավն է իր, չէ, կենթանության օրոք։ Իհարկե։ Դե դրա համար եմ ասում, որպեսզի շատ ես իմ կյանքով եմ իմ կնոջը հարգում սիրում, իմ ընտանիքին, այտենց ավելի ինքը շատ է շոյվում, քարտի որ դե ասելուն է բնականա պետքա քո սիրած մարդուն արտահայտվես ասես։ Ես ձեր կնոջը ճանաչում եմ, իրան հարցնելու եմ հատուկ, արդյոք ինքը լավ է զգում խոսքից։ Բնականաբար հիմա հումոր եմ անում, որտեղ մենք իսկապես գործն ենք գնահատում եւ առհասարակ այս կյանքում խոսքից կարեւոր է գործը։ Իհարկե։ Եվ տղամարդիկ դրանով էլ այսօր պիտի առանձնանան։ Դե խոստել քո Բայց խոսքը սենց հաճելի է։ Բայց ուղղակի եթե մեջդ մի բան կա, խոսքով կարաս արտահայտվես։ Օրինակ ասենք կինդ դուրս եք գալիս տանից, կինը թաքնվել է, եկել կանգնել սպասում է։ Այ տեսնենք, վայ Լիանա ջան, ես ինչ սիրուն ես այսօր, ասում եք այդպես։ Չեմ կարող ասեմ, եթե ասում եմ, թե չեմ ասում։ Ես ինչ գախնիկներ են։ Է բնական է, լավ բան որ տենում ես, չես կարող չարտահայտվես։ Լավ բանը գոնե նկատում եք, այո։ Վայ այսօր ես հակատը շատ սնական այսօր տեսքը շատ լավ է, բնական է, որ մեկին սիրում ես, չես կարող չարտահայտվես, ոնց կարող չարտահայտվես։ Ինչքան զգացմունքդ մեջ տա, պետք է հանես, ցույց տաս։ Ես շնորհակալ եմ, որ Նմանապես ինձ հյուր եկաք, որ մենք խոսեցինք շատ անմիջական, որ մենք ներկայացրեցինք ձեզ ձեր գործը, կարևոր գործը, որ միտեղ գնում ես ասում են, օրինակ, բանը միսը որտեղից են առել, այդ լավ խանութներ կան, չգիտեմ, հիմա հերթով չեմ ասի, ձերը համարում եմ լավերից մեկը, այո, այնտեղից եմ վերցրել, հա, չէ, ուրեմն լավը կլինի։ Հետո երկրորդը ով է պատրաստում, էդ էլ է կարևոր, հա, այն որ ընտանիքից այս մեկը առանձնանում է ու միշտ ինքն է կանգնած այդ խորովածի սարքելու պատրաստման յետևում, ու մեկ էլ սպասարկումը։ Ամենակարևոր հետո ոնց ես մատուցում։ Մեկը մի օր ասեց ժպիտով։ Հա։ Մեր զրույցից ես ստացել էի անկեղծությունը նայելով ձեզ, հա, այսպես Instagram-ը թերթելով կկրկնվեմ, բայց հիմա արդեն այստեղ զրույցից ես զգացի անկեղծություն։ Մերսի Մերի ջան, նմանապես ես շատ ուրախ եմ այս հրավերքի համար։ Բնական է, ինչ էլ անենք, ինչ էլ չանենք, ամեն ինչը համ բիզնեսին է օգտակար, համ մարդկային շփումը, ասենք ավելի շատ են մարդիկ սկսում ճանաչել։ Մերսի ձեզանից շատ։ Ես լավ բանը, որ ես մեր համայնքի համար անում եք, համ բիզնեսների համար, համ ժողովրդի մեր ընդհանրապես մեր հայության համար, եթե մի բան արվում է մեր համայնքի համար, այդ մարդը արժանի է ամենաբարձր գովոսկի խոսքերին։ Ձեզանից շատ շնորհակալ եմ։ Ձեր ամուսնուն ճանաչում եմ Վարդանին, շատ լավ տղա է, շատ լավ ազնվորություն է։ Էսի կփահես Ռաֆո։ Ուրախ եմ, որ ձեր նման մարդիկ կան, սենց լավ ճիշտ գործի մեջ են, դուք մենակ չեք անում ձեր լավի համար, դուք անում եք մեր հայության համար, մեր համայնքի համար, թող Աստված ձեզի առողջություն, երկար լավ տարիների կյանք տա, ձեր գործը շարունակեք ու միշտ գնահատված լինեք, թող մեր ժողովուրդը ձեզ սուպորտ լինի ամեն ինչում, որ այս ամեն ինչը որ դուք անում եք, լավ նպատակի համար եք անում, Աստվածը ձեր արած գործերի դիմաց թող ձեր դիմաց բերի, ձեր ընտանիքների դիմաց բերի։ Շնորհակալ եմ բոլորիս ընտանիքներին, այստեղ պիտի ասեի մի հատ տուշ, բայց այսօր դհոլով չեք եկել։ Մյուս անգամ, լավ։ Սիրելիներս, դուք չմոռանաք մեզ հետևել Facebook-ում եւ Instagram-ում եւ իհարկե ամբողջական հաղորդման տարբերակը ցանկության դեպքում, ես գիտեմ, որ դուք ունեք այդ ցանկությունը, կարող եք դիտել հետագայում արդեն YouTube-յան մեր ալիքին բաժանորդագրվելով, ինչու ոչ։ Շնորհակալ եմ, մնացեք խաղաղությամբ։